Դուք դիտում եք առաջին դրատվականի արտակարգ թողարկումը, բարև ձեզ, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերը սպանվել են։ Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդ, հայտարարել է ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Միացյալ Նահանգները երբևէ չտեսնված ուժով կհարվածի Իրանին, եթե Թեհրանը սրի ռազմական գործողությունները, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ծանր ու նպատակային ռմբակոծությունները կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը X հարթակում գրել է, որ իրանական ռեժիմը հնարավորություն ուներ, սակայն հրաժարվեց համաձայնության գալ եւ այժմ կրում է դրա հետևանքները։ Իրանի նախագահ Մազուդ Փեշեշքյանն էլ հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությունն անվանելով բացահայտ պատերազմական գործողություն մուսուլմանների դեմ, տեղեկացնում է Մեհրը։ Իրանի նախագահը իսլամական հեղափոխության առաջնորդի սպանությունը բնութագրում է որպես բացահայտ պատերազմական գործողություն ողջ աշխարհի մուսուլմանների, հատկապես շիա համայնքների դեմ, գրում է իրանական լրատվամիջոցը։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Այաթոլլահ Խամենեիի սպանությունն անպատասխան չի մնա։ Այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա եւ նոր էջ կբացի իսլամական եւ շիա աշխարհի պատմության մեջ, ասված է Տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ։ Փեշեշքյանը հավելել է, որ իսլամական ժողովրդի ու աշխարհի ազատ ժողովուրդների աջակցությամբ Խամենեիի սպանությանը մասնակցած մեղավորներն ու հրամանատարները կփոշմանեն իրենց արարքի համար։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ արդեն տևական ժամանակ է ահազանգեր է ստանում Իրանի Իսլամական Հանրապետության Հայաստանում բնակվող քաղաքացիներից, որոնք հայտնում են, որ իրենց խաղաղ առանց զենքի հավաքները, որոնք տեղի են ունենում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ, մշտապես խոչընդոտվում են Հայաստանի ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների զանգերի ու համապատասխան մարմիններ կանչելով արտաքսման եւ էքստրադիցիայի սպառնալիքներով 26 թվականի փետրվարի 26-ին մի քանի օր դադարից հետո Հայաստանը որպես անվտանգ երկիր ընտրած եւ մեր երկրում ապաստանած քաղաքացիները դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան ստանալու հավաք անցկացնելու թույլտվություն 7-ից 13 օր ժամկետով Երևան քաղաքի Իրանի Իսլամական Հանրապետության դիմացի այգում Բաղրամյան 1-ում շտաբ հավաք անցկացնելու մասին։ Կազմակերպության ահազանգած իրանցիները հայտնում են, որ այսօր տեղի ունեցած աշխարհաքաղաքական դրսևորումներից հետո առավել քան անհրաժեշտություն է առաջացել խաղաղ առանց զենքի շատ հավաք անցկացնելու մասին, սակայն վերջիններս հնարավորություն չունեն իրացնելու իրենց հավաքների ու միավորման ազատության իրավունքը, քանի որ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում, այս պահին արդեն ձերբակալվածների թիվը մոտ 30 անձ է կամ զանգով սպառնալիքներ չմասնակցել ու չմոտենալ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հավաքների ու միավորման ազատության իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորում, այդ թվում ձերբակալությունները եւ հեռախոսազանգերով ոստիկանություն ու ազգային անվտանգության ծառայություն ներկայացնելու հորդորները։ Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, անհապաղ դադարեցնել մարդու իրավունքների զանգվածային խախտումներին ուղղված ապօրինի գործողություններն ու անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձանց, նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույններս, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես ինչու անհրաժեշտություն առաջացավ այսպիսի հայտարարություն տարածել, որովհետև ըստ էության առաջիկայում շատ ակցիաների ականատես կլինենք եւ ձեր գնահատմամբ ինչ քայլեր պիտի իրականացնի Երևանի քաղաքապետարանը այսպես արագ արձագանքելու ձերբակալվածների թիվը փաստորեն 20-ից 30 մինչև հասնում է, սա ըստ էության լուրջ ահազանգ է, համեցեք։ Այո, իհարկե, տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները բնականաբար չեն կարող անտարբեր մնալ այն իրադարձությունների նկատմամբ, որը տեղի ունենում Իրանի իրենց հայրենիքի նկատմամբ, իրենց պետության նկատմամբ, եւ այս
օրերին հատկապես երեկվանից երբ Միացյալ Նահանգների նախագահը որոշեց ռմբակոծել Իրանի առանձին օբյեկտներ, ցավոք նաև քաղաքացիական նշանակության կառույցները, մենք արդեն գիտենք, որ նաև աշակերտուհիներ են մահացել, թվով կարծեմ մոտ 80 հոգի, մարդիկ պետք է իրենց կարծիքը, իրենց դիրքորոշումը, իրենց վերաբերմունքը արտահայտեն եւ դրա հնարավորությունը եւ իրավունքը ունեն։ Եվ այս առումով թե ինչու պետք է Հայաստանի ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը արգելի իրանցիների բնական իրավունքը ես ուղղակի չեմ հասկանում, ավելին դատապարտում եմ, որովհետև շատ ավելի լավ է, որ մարդիկ կարողանան իրենց դիրքորոշումը ներկայացնեն, քան գտնվեն ինչ-որ մի հատ տարօրինակ իրավիճակի մեջ։ Իհարկե, քիչ առաջ ես արդեն ստացա տեղեկություն, որ բերման ենթարկված անձինք ոստիկանության բաժնից բաց են թողնվում, կարծես թե, բայց տեղի է ունեցել ազատ հավաքի իրավունքի խոչընդոտում, սահմանափակում, որը իհարկե անթույլատրելի է։ Լավ, պարոն Սաքունց, ձեր գնահատմամբ ինչով պայմանավորված կա խոչընդոտ, ավելի շատ Իրանի իշխանությունների հետ հարաբերությունները չսրելու ձեր գնահատմամբ, որովհետև գիտեք, դեսպանն էլ իր շնորհակալությունն ու գոհունակությունն էր հայտնում ոստիկանության ձեռնարկած գործողությունների վերաբերյալ Հայաստանի իշխանություններին, էր դրա համար շնորհակալություն հայտնում նաև։ Շատ լավ գիտակցում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես սահմանագիծ պետություն Հայաստանին էական նշանակություն ունի նաև մեր անվտանգության պետության եւ նրա քաղաքացիների անվտանգության համար, բայց միաժամանակ շատ լավ պետք է գիտակցել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ըստ էության բռնապետական ռեժիմ է եւ տեսանք, որ նախորդ ժամանակահատվածում քաղաքացիական ընդվզման ցույցերի մասնակիցների նկատմամբ անգամ զինված ուժ են կիրառել, որից զոհվել են բազմաթիվ քաղաքացիներ, Իրանում կա մահապատիժ եւ մահապատիժ են ենթարկել ցույցերի մասնակիցներից մեկին առնվազն դրա մասին գիտենք, եւ նաեւ բազմաթիվ եւ հազարավոր մարդկանց նկատմամբ անհիմն քրեական հետապնդումներ են իրականացել։ Եվ այս առումով Հայաստանի իշխանությունները, ինչքան հիշում եմ, առաջի անգամ հայտարարեցին, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ Իրանի քաղաքացիները կարող են բողոքի ցույցեր անցկացնել եւ իրավունք ունեն անցկացնելու։ Եվ այս առումով որևէ քաղաքական այսինքն հաշվի առնելով նույնիսկ անգամ քաղաքական ինչ-որ զգայուն թեման, այնուամենայնիվ Հայաստանը պետք է որպես պետություն ցույց տա, որ ինքը ժողովրդավարական եւ իրավական որպես պետություն երաշխավորում է իր տարածքում ցանկացած մարդու եւ այդ թվում նաեւ Իրանի քաղաքացիների խաղաղ ուրեմն ցույցերը։ Եվ այս առումով նույնիսկ կրկնեմ, հասկանալով զգայունություն, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չպետք է գնան այնպիսի քայլերի, որ ըստ քաղաքական նպատակահարմարության կամ զգուշության եւ այլն նկատառումներ ունենալու սահմանափակեն, անհիմն սահմանափակեն մարդկանց խաղաղ հավաքների ազատությունը։ Ավելին տեսեք, այդ քաղաքացիները, ինչքան ես հասկանում եմ, այս պահին բողոքի ցույցի մասնակիցները ոչ թե աջակցում են իրենց իշխանություններին, այլ դեմ են դուրս գալիս, որովհետև իրենք ուզում են իրապես Իրանն էլ որպես ժողովրդավարական ազատ պետություն ձևավորել։ Թե ինչքանով դա կհաջողվի, այլ հարց է, բայց մարդկանց նման բնական ձգտումը բռնապետական ռեժիմի իրենց բռնապետական ռեժիմի հետ շատ բնական է եւ շատ տարօրինակ կլինի, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները նման ուրեմն հավաքները կամ ցույցերը ընդհանրենք կանխարգել են կամ խոչընդոտեն։ Դուք այստեղ տեսնում եք կոնկրետ այսպես խոչընդոտելու ուրեմն հրահանգ Հայաստանի իշխանությունների կողմից, պարոն Սաքուն։ Ես դրա վերաբերյալ չունեմ իհարկե որևիցե տեղեկություն, բայց տրամաբանությունը հուշում է, որ քաղաքական իշխանությունը անպայման գոնե պետք է հանդես գա, ոնց որ
նշեցի ես սկզբում հանդես եկել, որ պետք է երաշխավ եւ Հայաստանի Հանրապետություն երաշխավորված է հավաքների ազատություն եւ այդ պարագայում եթե ենթադրենք, որ նույնիսկ քաղաքական իշխանության հրահանգը չկա, ապա ոստիկանության նման գործողությունները անթույլատրել են, դրանք խախտում են հավաքների ազատության իրավունքը, խոչընդոտում են դրանց իրականացումը եւ այստեղ պետք է անպայման գնան տեղի ունենա քննություն եւ մենք իհարկե ցույցի մասնակիցների որոշ ներկայացուցիչների հետ անպայման կունենանք հանդիպում եւ այդ փաստերի հավաքագրում իրականացնենք եւ այդ նրանց նկատմամբ ոստիկանության գործողությունների հետ կապված նաեւ իրավական գործողություններ կկատարենք այնուամենայնիվ նույնիսկ կրկնեմ քաղաքական որևէ նպատակահարմարություն չպետք է խաթարի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ազատությունների մարդու իրավունքների իրականացումը, որը հենց հանդիսանում է Հայաստանի որպես անվտանգության երաշխավորի եւ անվտանգ պետության այդ պատկերը, որտեղ առանց մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների չի կարող անվտանգությունը երաշխավորացնել։ Այնիշ որ մենք տեսնում ենք իսլամական հանրապետությունում, որտեղ 20 փաստորեն մոտ 30 տարի մի մարդ ղեկավարել է, դա բնորոշ է միայն դիկտատորական ռեժիմներին եւ այդ երկրում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, անգամ Նոբելյան մրցանակակիրին են, ազատազրկման դատապարտում։ Եվ այս առումով իհարկե ես միաժամանակ ասեմ, որ միաժամանակ չեմ ընդունում եւ դատապարտում եմ Միացյալ Նահանգների կողմից այդ ռմբակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների սպանությունը, բայց փորձել իսլամական հանրապետությունը նույնականացնել, որ այդպիսի փորձեր ես նկատեցի համացանցում Ուկրաինայի հետ կամ փորձել, չգիտեմ, առանձին այդ պատերազմական հանցագործություններ կատարող Պուտինյան ռեժիմի կողմից իրականացած գործողությունները նույնականացնել ուրեմն Միացյալ Նահանգների գործողությունների հետ միանշանակ տեղին չէ, նույնիսկ կրկին դատապարտում եմ, այո, եւ պետք է Թրամփը պատասխանատվություն կրի, բայց Ուկրաինան եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույն ռեժիմով պետությունները չեն։ Տեսեք, Հայաստանի անվտանգության խորհուրդը նիստ է գումարել արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը անվտանգության խորհրդի քարտուղարը զեկուցել են հարևան Իրանում եւ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին եւ նաեւ աշխատանքային խումբ է ստեղծվել Իրանի շուրջ զարգացումների հնարավոր ազդեցությունը կառավարելու համար։ Հայաստանի իշխանությունների քայլերը արձագանքը Իրանում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ ինչպես է գնահատում, որքանով են համարժեք այս գնահատականները եւ շատ է խոսվում այն մասին, որ իրավիճակի սրման դեպքում իրանցիների մեծ հոսք է սպասվում Հայաստանի Հանրապետություն, որ չափով է Հայաստանի Հանրապետությունը դրան պատրաստ, համեցեք։ Ես համոզված եմ իհարկե, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ անխուսափելի է, եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները ծավալվեն, շարունակվեն, ապա կարող է տեղի ունենալ իրանցիների որոշ արտահոսք, արտագաղթ Հայաստանի Հանրապետություն եւ հատկապես Իրանի ազգությամբ հայ քաղաքացիների տեղափոխություն։ Մենք դա տեսել ենք նաեւ Սիրիայում եւ Իրաքում, այդ իրադարձությունների ժամանակ տեղի բռնապետական ռեժիմների դեմ ռազմական գործողությունների հետևանքով սիրիացիների, իրաքցիների տեղափոխություն Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե այն ժամանակ թվականակը շատ ավելի քիչ էր, բայց սա սահմանակից պետություն է։ Եվ այդ առումով իհարկե կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է ունենան նախապատրաստված որոշակի ծրագիր հնարավոր փախստականների հնարավոր հոսքի դեպքում տեղավորման առումով եւ այդ առումով անխուսափելի է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը որոշակի
ֆինանսական եւ նաեւ տեխնիկական աջակցության ձեռքբերման առումով, որովհետեւ հաստատ մեր ռեսուրսները բավարար չեն լինելու, հատկապես հաշվի առնելու նաեւ Լեռնային Ղարաբաղից, Արցախից բռնի էթնիկ զտման հետևանքով ապաստանած հայրենակիցների խնդիրները, այսինքն սա բավական լուրջ, ուրեմն հումանիտար մարդասիրական խնդիրներ կարող է առաջացնել եւ դրանց պետք է պատրաստ լինել։ Սա զուտ նույնիսկ կրկնում մարդասիրական խնդիրների տեսակետից, իսկ վերաբերմունքի տեսակետից ես այսօր տեսա Ռուսաստանի Դաշնության ղեկավարի Պուտինի ցավակցությունը հոգևոր առաջնորդի սպանության հետ կապված եւ արձանագրեցի հետեւյալը, որ անգամ Պուտինը չի համարձակվում Միացյալ Նահանգներին որպես մեղավորի արձանագրի իր ցավակցական ուրեմն հերագրում, այսինքն այո դատապարտում է սպանությունը եւ այլն կարեւորում է Խամենեի դերը, բայց ուղղակի դատապարտում Միացյալ Նահանգների կամ Իսրայելին չկա այդպիսի որևիցե արձանագրում, այսինքն սա նշանակում է, որ անգամ նման շատ ավելի ռեսուրսներով հզոր Հայաստանից պետության ղեկավարը չի համարձակվում այս պարագայում ամբողջությամբ քաղաքական գնահատականները նշի։ Հայաստանը պետք է բավականաչափ զգույշ լինի, նույնիսկ մարդասիրական մարտահրավերներին արձագանքելով հանդերձ, պետք է զգույշ լինի ելնելով իր անվտանգային խնդիրների տեսակետից, բայց միաժամանակ էլ պետք է ապահովի բոլոր հնարավոր ուրեմն երաշխիքները Հայաստանում ժողովրդավարության ապահովման տեսակետից։ Իդեպ թրիպը հենց նույն նախագահ Թրամփի մասնակցությամբ հստակ ես ունեմ միանշանակ բացասական եւ դատապարտող վերաբերմունք նախագահ Թրամփի քաղաքական գործողությունների կամ նման այդ գործողությունների հետ կապված մարդու իրավունքների տեսակետից, ժողովրդավարական ազատությունների սահմանափակման տեսակետից, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգները միայն Թրամփը չեն, կան այնտեղ Սենատ, Կոնգրես, որոնք որոշակի ազդեցություն ունեն եւ այս առումով ամերիկյան ներկայությունը Հայաստանում շատ կարեւոր է հենց Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության համար։ Եվ այդ առումով այո, պետք է բազմագործոն կամ բազմակողմանի եւ բազմաթիվ գործոնների համադրմամբ իրապես մշակվի վարքագիծը, մոտեցումները, հաշվի առնելով մեր ռեսուրսները, հաշվի առնելով մեր խնդիրները, բայց միաժամանակ էլ պետք է իմ համոզմամբ փոքր չեզոք պետության այդ կոնցեպտուալ տեսակետից պետք է կարողանալ ժողովրդավարական արժեքները պահպանել, նաև մարտահրավերներին դիմագրավել, որովհետև իրապես բավական շատ լուրջ եւ սպառնալիքների հետ գործ ունենք մեր հարևան տարածաշրջանում։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։ Զրուցում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Մենք աշխատում ենք արտակարգ ռեժիմով։ Շարունակեք հետևել մեր թողարկումներին, կհանդիպենք։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ,
Դեպի կատարելություն։